Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ, այսօր կխոսենք մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից, բայց առավելապես շեշտադրումը կդնենք Սյունիքյան այցից, իսկ իմ հյուրը մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է։ Բայց ես Տիկին Մանասյան, շնորհակալ եմ շատ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Այս քանի օրը, այսինքն երևի արդեն ավելի կոնկրետ ամսաթվերով եթե ասենք, հուլիսի 20-ից 23-ին դուք Սյունիքի մարզում էիք պլանավորված այցեր, թե պարզապես այդպես որոշեցիք ձեր այդ տարեկան այսպես զեկույցների համար, նաև մարզային այցելություն կատարել հասկանալու համար ընդհանուր պատկերը։ Արդեն 4 օր է Սյունիքի մարզում եմ եւ շատ հետաքրքիր օրեր եմ ինքս անցկացնում, նկատի ունենալով, որ յուրաքանչյուր մարզ մարդու իրավունքների առումով ունի իր առանձնահատկությունները, բայց նաև ինքս շատ սիրում եմ Սյունիքը ու ուրախ եմ այստեղ գտնվել։ Մարզային այցերը իմ գործունեության ամենօրյա մասն են կազմում, որովհետև ես այսպես միայն գրասենյակային աշխատող չեմ, ես ինքս շատ սիրում եմ գնալ եւ տեղում անձնապես հավաքագրել խնդիրները, տեսնել խնդիրները, որովհետև դրանց միջոցով շատ ավելի լայն ձևաչափով ես կարողանում հասկանալ խնդիրները, զգալ խնդիրները եւ ավելի արդյունավետ լուծումներ գտնել դրանց համար եւ նաեւ շատ կարեւորում եմ ոչ միայն մարդկանց համար, այլ նաեւ մարդկանց հետ աշխատանքը եւ այս տեսանկյունից Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը եւս չափազանց կարեւոր է։ Այս այցերն ընդհանուր առմամբ պլանավորում եմ բնականաբար եւ նախորդ շաբաթներին մի քանի այլ մարզերում էի, այս ամբողջ շաբաթը հենց Սյունիքի մարզում եմ անցկացնում, նկատի ունենալով նաեւ բնակավայրերի առանձնահատկությունը եւ շատությունը։ Բնականաբար եւ նաեւ հեռավորությունները բնակավայրերի ու նշեմ, որ մի շարք բնակավայրեր այցերը իհարկե նաեւ մի քանի օրյա ռեժիմով են իրականացվում, բայց հատկապես երբ գալիս եմ Սյունիքի մարզ, աշխատում եմ հնարավորինս շատ բնակավայրեր ծածկել աշխատանքային այցի շրջանակներում, որովհետեւ վստահ եմ, որ ի տարբերություն շատ այլ մարզերի, այստեղ նույնիսկ բնակավայրերն են իրարից տարբերվում, այդ թվում խնդիրների առումով։ Այո, դուք ճիշտ եք, մարզի համայնքները իրարից տարբերվում են ամեն առումով են տարբեր, նույնիսկ մարդիկ են այստեղ տարբեր, բնականաբար նաև խնդիրներն են տարբեր, մոտեցումներն են տարբեր, որոնք էին ձեր կանգառները, որ հասցեները այս անգամ հայտնվեցին ձեր ուշադրության կենտրոնում։ Հիմնական կանգառները եղել են Գորի, Սկապան եւ Մեղրի համայնքներում, բայց հարցերի սպեկտրը շատ լայն է եղել, այսինքն ոչ միայն պարզապես սոցիալ-տնտեսական իրավունքներին առնչվող խնդիրներ ենք հասցեավորել, այլ հասցեավորել ենք իրավունքների գրեթե բոլոր բնակավարների հետ կապված հարցեր ու արդյունքում նաև այցերն են շատ տարաբնույթ եղել։ Դուք եղել եք նախևառաջ Գորիս համայնքում, Գորիսի քրեակատարողական հիմնարկում եք կոնկրետ եղել, կուզենայի այս մասով մի փոքր փակագծեր բացեք, ինչ եք նկատել, թե դեռ վաղ է ինչ-որ բաներից խոսելու մասին։ Չէ, վաղ չէ, որովհետև քրեակատարողական հիմնարկներ այցերը եւս պարբերական բնույթ են կրում եւ Գորիս քրեակատարողական հիմնարկ պարբերաբար մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հենց իմ հանձնարարությամբ գալիս են, մենք պարբերաբար թե խնդիրները, թե զարգացումները արձանագրում ենք եւ կուզենամ հատուկ նաեւ այս խնդրին անդրադառնալ կամ այս ոլորտին, ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված ոլորտին անդրադառնալ։ Կարծում եմ սա ամենաառանձնահատուկ ոլորտներից է, որովհետև մենք գործ ունենք մի խմբի իրավունքների պաշտպանության հետ, որը միշտ չէ, որ միանշանակ է ընկալվում։ Շատ հաճախ ես ինքս լսում եմ տեսակետներ, որ օրինակ, իրավունքների այս խմբին պետք չէ այդքան մեծ ուշադրություն դարձնել կամ պետությունը չպետք է այդքան մեծ ռեսուրսներ ծախսի հենց ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով եւ իմ գործունեության շատ լայն հատված հենց նվիրված է այս կարծրատիպերը կոտրելու հանգամանքին, իհարկե գործունեության հիմնական բովանդակությունը նաև խնդիրները լուծելն է, բայց ես շատ կարևոր ուղղություն եմ ինձ համար ընտրել նաև կարծրատիպերը կոտրել այս ոլորտի հետ կապված եւ դա է նաև պատճառը, որ ինքս շատ հաճախ եմ հրապարակային թե այցեր իրականացնում, թե խոսում խնդիրների վերաբերյալ։ Պետք է նշեմ, որ ամենահիմնարար հարցը, որը Գորիս քրեակատարողական հիմնարկի առումով ինքս պետք է բարձրաձայնեմ, հիմնարկի շենքային պայմաններին առնչվող խնդիրն է եւ հիմնարկի շենքային պայմանները
արձանագրում են, որ չեն համապատասխանում այսօր աշխարհում գործող միջազգային չափանիշներին։ Իհարկե պատճառները տարբեր են, շենքը ինքը բավականին հին է, շատ երկար տարիների կտրվածքով պատշաճ աշխատանքներ չեն իրականացվել շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ, բայց ես չեմ կարող չարձանագրել, որ մենք այսօր ունենք այդ իրավիճակը եւ սա մի հարց է, որը պարտադիր հրատապության կարգով պետք է հասցեավորվի եւ իհարկե ազատությունից զրկված անձինք բարբերաբար նաեւ տարբեր հարցադրումներ են բարձրաձայնում, որոնք ավելի իհարկե անձնական անհատական բնույթի են, անհատական դեպքերի են առնչվում եւ ինքս բնականաբար խորհրդապահությունից ելնելով հիմա չեմ հրապարակի թե ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ ինչ հարց է բարձրաձայնել, բայց սկսած բժշկական օգնության եւ սպասարկման խնդիրներից, ավարտած տեսակցությունների եւ մի շարք այլ հարցերով ազատությունից զրկված անձինք բարձրաձայնում են եւ այդ հարցերը ոչ միայն պարզապես մեր ուշադրության կենտրոնում են, այլ դրանք նաեւ շատ արագ ու ճիշտ տրամաբանությամբ հասցեավորվում են եւ խնդիրների մեծ մասը նաեւ լուծումներ է ստանում։ Դուք եղաք նաեւ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում, այստեղ ինչպիսի արձանագրումներ եք արել։ Ես ուղղակի ուզում եմ կոնկրետ մի քանի հասցեներ առանձնացնել, որտեղ որ ավելի խոցելի խմբի մարդիկ են գտնվում, փորձենք հասկանալ այնտեղ ինչպիսի պատկեր ունենք իրավունքների առումով։ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսեր կատարած այցը դարձյալ կարևորներից է, որովհետև գործ ունենք խոցելի վիճակում գտնվող խմբի հետ եւ նման հաստատությունները պետք է անընդհատ լինեն ուշադրության կենտրոնում, որովհետև նման հաստատություններում է, որ ամենահաճախը կարող ենք, հանդիպել անձանց նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից խնդրահարույց իրավիճակների ռիսկերի եւ սա է նաեւ պատճառը, որ ես դարձյալ անընդհատ եմ այցելում նման հաստատություններ ու նաև երկրորդ հանգամանքին էլ նորից անդրադառնամ, մեր հասարակությունում անչափ շատ են դարձյալ կարծրատիպերը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ եւ մենք պետք է կարողանանք նաև համատեղ ուժերով կոտրել կարծրատիպերը, այդ թվում ճիշտ լուսաբանում իրականացնելու միջոցով եւ շատ շնորհակալ եմ, որ դուք էլ որպես լրագրող բարձրաձայնում եք այս հարցը, որովհետեւ դա էլ վստահ եմ, որ ճիշտ տրամաբանությամբ կոտրում է կարծրատիպեր։ Այստեղ եւս պետք է նշեմ, որ շենքային պայմանների հարցը պետք է շուտապույտ լուծում ստանա։ Այդտեղ չի բավարարում արդեն, եթե չեմ սխալվում, հիվանդների թվին, փոքր է բավականին։ Միանշանակ, բայց այդտեղ իհարկե այլ հարցեր էլ կան, որովհետև բազում հարցեր կան, օրինակ, անձանց արտաքին աշխարհի հետ կապը պահպանելու դիտանկյունից պետք է բազմաթիվ բարեփոխումներ նաև այդ ոլորտում իրականացվեն ու հաստատությունները պետք է կարողանան ճիշտ տրամաբանությամբ քաղաքացիների իրավունքները երաշխավորել, թե շենքային պայմանների հարցը ավելի պետությանը վերաբերելի հարց է եւ այստեղ միանշանակ կարեւոր է, որպեսզի պետությունը այս ոլորտը պատշաճ հասցեավորի։ Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ իմ մարդու իրավունքների պաշտպան ընտրվելուց անմիջապես հետո սկսել եմ ամենաբարձր մակարդակով բարձրաձայնել հարցը հոգեկան առողջության կենտրոնների, դիսպանսերների համապատասխան շենքային պայմաններ ունենալու հարցը, որովհետև տարիներ շարունակ այս ոլորտին մոտեցումը եղել է այն տրամաբանությամբ, որ անիմաստ է նշված ոլորտի վրա մեծ ռեսուրսներ եւ բյուջե ծախսել։ Ուրախ եմ, որ նաև իմ բարձրաձայնելուց հետո բազմաթիվ բարեփոխումներ են ամբողջ հանրապետության տարածքով իրականացվել, որովհետև մենք հիմա ունենք բազմաթիվ նաև հոգեկան առողջության կենտրոններ կամ դիսպանսերներ, որտեղ այդ թվում լուրջ վերանորոգման, շենքային պայմանների բարելավման աշխատանքներ են իրականացվել եւ իրականացվում ու հարցը իմ կողմից բարձրաձայնելուց հետո հենց դիսպանսերին առնչվող պետական մարմիններն ի սկզբանե ինձ տեղեկացրել են, որ այժմ արկա են նախաձեռնություններ նաև դիսպանսերի շենքային պայմանները բարելավելու հետ կապված։ Ես հույս ունեմ, որ այդ նախաձեռնությունները շուտապույտ ռեժիմով իրականություն կդառնան, որովհետև դա նաև միջավայր է փոխում, մեր հասարակությունը դարձնում է շատ ավելի հանդուրժող եւ համերաշխ, իսկ խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանված լինելն էլ ցույց է տալիս մեր հասարակության իրական վիճակը։ Այո, ինտեգրումը նայած ինչպես է կատարվում այդ մարդկանց, դա այնց նաև հասարակության մակարդակն է երևում։ Այո, դա ինդիկատոր է, թե ինչպիսին է այդ հասարակությունը ընդհանրապես, որովհետև մենք հաճախ բոլորովին այլ հարցերի ենք ուշադրություն դարձնում։ Մենք սովորաբար այսպես ավելի կարող ենք հայտնի մարդկանց իրավունքները ավելի մեծ հանրային հնչեղությամբ լուսաբանման առարկա դարձնել, դրան ավելի մեծ ուշադրություն դարձնել, բայց իրական ինդիկատորը, թե արդյոք պետությունում երաշխավորված են մարդու իրավունքները,
չափվում է հենց նրանով, թե ինչքանով են պաշտպանված խոցելի վիճակում գտնվող խմբերը եւ ինչպիսին է վերաբերմունքը հասարակության կողմից հենց նրանց նկատմամբ։ Եթե այս ամփոփելու լինեք, հիմնականում ինչ խախտումներ եք արձանագրել, ընդհանրական եթե ներկայացնելու լինեք, որոնք որ կարծում եք, որ շուտապույտ լուծման կարիք ունեն, որոնց ուղղությամբ դեռ պետք է որոշակի աշխատանքներ կատարվեն, որոնք որ կարծում եք արեստատին են, իրականում պետք է նման խնդիրներ չլինեն։ Դա ես ավելի շատ ոչ թե խախտում անվանեմ, այլ համակարգային խնդիր անվանեմ, մի քանի հարցեր, որոնք պարտադիր պետք է հասցեավորման առարկա դառնան։ Մեկի մասին արդեն խոսեցի, շենքային պայմանների հետ կապված հարցը, թե քրեակատարողական հիմնարկում, թե նաև դիսպանսերի հետ կապված։ Ես շատ կարևորում եմ նաև զինված ուժերում շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքները։ Այս հարցը ես բազմից եմ բարձրացնում, բայց այստեղ շատ ուրախալի նորություն ունեմ այն առումով, որ Պաշտպանության նախարարությունը շատ կառուցողական եւ հանձնառու է այս հարցերի հետ կապված եւ ուրախ եմ, որ մի շարք հարցեր, այդ թվում այստեղ գտնվող զորամասերի հետ կապված, որ ինքս բարձրաձայնել եմ, ընթացքում կամ արդեն իսկ լուծում են ստացել կամ գտնվում են լուծման փուլում, սա շատ կարևոր հանգամանք է։ Ուզում եմ նշել, որ նախորդ տարի, երբ այց էի իրականացրել, մի շարք խնդիրներ էլի արձանագրել էի եւ բարձրացրել էի ու պահանջել էի դրանց համար լուծումներ։ Ուրախ եմ, որ երբ ամփոփում էինք նախորդ տարվա այցի արդյունքները այս այցի իրականացնելուց առաջ, հասկացանք, որ բազում խնդիրներ, որ բարձրաձայնել ենք, արդեն իսկ հասցեավորվել են, մի մասը արդեն իսկ լուծված է, մյուս մասի հետ կապված այս փուլում process-ը ընթացիկ փուլում է գտնվում, օրինակ Մեղրիում բժշկական ծառայություններին առնչվող բազմաթիվ հարցեր էի բարձրացրել, դիալիզի, MRT սարքավորում ունենալու, դիահերձարանի եւ մի շարք այլ հարցերի հետ կապված, դրանց մեծ մասը լուծում է արդեն իսկ ստացել, սա շատ կարևոր արձանագրում է։ Ճանապարհների հետ կապված հարցն եմ մշտապես բարձրացնում, որովհետև հատկապես գյուղական բնակավայրեր, երբ այցելում եմ, մարդիկ մշտապես խոսում են դրա մասին։ Ճանապարհից եւ ջրից։ Այո, եւ նաեւ առանձին գյուղերում ձմեռային ժամանակահատվածում տաքացման այդ հնարավորությունները գազաֆիկացման բացակայության պատճառով եւ ճանապարհաշինության տեսանկյունից էլ լավ նորությունն այն է, որ ինձ պաշտոնապես տեղեկացրել են պետական մարմինները, որ նաեւ մեր կողմից հարցը բարձրաձայնվելուց հետո մի շարք ճանապարհների հետ կապված հարցեր արդեն իսկ այդ թվում միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակներում ծրագրերի մեջ են ընդգրկված եւ դրանց մի մասը լուծում է ստացել կամ մյուս մասը լուծման ընթացքում կգտնվի։ Ջրօգտագործման հետ կապված հարցերը, այո, ես պարբերաբար բարձրաձայնում եմ եւ սրան միանշանակ պետք է շատ համակարգային լուծումներ գտնել ու իհարկե գազաֆիկացման հետ կապված հարցերը, որովհետեւ մի շարք բնակավայրեր կան, որտեղ նույնիսկ երբեմն պարադոքսալ կարող է թվալ, պետությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինները կարող են լուրջ գումարներ ծախսել օրինակ տների վերանորոգման եւ այլ աշխատանքների վրա, բայց օրինակ վառելափայտով են տները տաքացվում, ինչը իրականում սխալ տրամաբանությամբ է, հա, նաեւ պետական միջոցների ծախսման տեսանկյունից իրականացվում, որովհետեւ պետությունը իրապես շատ լավ բան է անում, ինքը կարողանում է հասցեավորել մարդկանց հետ կապված խնդիրը, բայց մյուս խնդիրը չլուծված լինելու պարագայում բնականաբար այն ավելի մեծ ծավալ է ստանում, հետևաբար այո շատ կարևոր է որպեսզի լուծվեն նաև գազաֆիկացման հետ կապված հարցերը, այս մարզը նաև առանձնանում է նրանով, որ պետական սահմանի անցակետ կա այստեղ, իսկ դա մեր հաստատությանը հետաքրքրում է հատկապես միջազգային պաշտպանության կարիք ունեցող եւ ապաստան հայցող անձանց իրավունքների տեսանկյունից, ինչքանով են գործընթացները պատշաճ իրականացվում եւ այլն, եւ դա էր պատճառը, որ ես այցելել եմ նաեւ պետական սահմանի ագարակ անցման կետ։ Այստեղ էլ ուրախ էի, որ մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվում, բայց նաև մեր տեսանկյունից շատ կարևոր եմ համարում, որպեսզի հատկապես ապաստան հայցողների իրավունքների դիտանկյունից անընդհատ կատարելագործման փուլում գտնվեն համապատասխան գործիքները եւ իհարկե չեմ կարող չնշել, որ հատկապես օրինակ Գորիսում երբ հանդիպել էինք Վինետ Գորիս կազմակերպության ներկայացուցիչների եւ շահառուների հետ, շահառուների մեծ մասը բարձրաձայնել է բռնի տեղահանված անձանց իրավունքների հետ կապված տարբեր խնդիրներ, որոնք ավելի անհատական բնույթի են եւ անմիջապես մեր կողմից հասցեավորվելու են այցը ամփոփելուց հետո։ Դուք իհարկե նշեցիք որոշ առանձնահատկություններ, բայց կուզենայի ավելի առարկայական խոսեք, եթե համեմատենք մյուս մարզերի հետ բացասական եւ դրական առումով, իհարկե ճակերտավոր ասած այդ բացասական եւ դրականը, մարդու իրավունքների պաշտպանության առումով ինչպիսի առանձնահատկություններ ունի Սյունիքի մարզը այլ մարզերի համեմատ։
Երևանին թողնենք մի կողմ մարզերի համեմատությամբ։ Չասեմ բացասական եւ դրական տեսանկյունից, որովհետեւ առանձնահատկություն է եւ ես ցանկացած առանձնահատկություն հակառակը լավ եմ ընկալում, որպես դրական երևույթ եմ ընկալում։ Ի սկզբանե ասեմ, որ մարզային բնակավայրերը շատ եմ սիրում ինքս, որովհետեւ մարզային բնակավայրերում միշտ մարդկանցից զգում եմ այն ջերմությունը, որը երբեմն այլ վայրերում չես զգա եւ Սյունիքն այդ առումով ոչ միայն բացառություն չէ, այլ նաեւ շատ առանձնահատուկ է, հետեւաբար կուզենամ սա արձանագրել նաեւ մարզի բնակավայրի բնակիչների տեսանկյունից, այստեղ հիանալի ջերմ միջավայր է եւ դա մարդկանց շնորհիվ է բնականաբար։ Դա շատ լավ հանգամանք է, կարծում եմ դա շատ լավ հանգամանք է, հետեւաբար շատ կարեւոր եմ համարում այս ամենը ու ինձ համար շատ հաճելի եմ համարում այս հանգամանքը։ Եթե առանձնահատկությունների մասին խոսենք, ապա պետք է ասեմ, որ ի տարբերություն Հայաստանի մյուս բոլոր բնակավայրերի կատարած այցերի, այստեղ քաղաքացիները գրեթե չեն բարձրացնում հանրային տրանսպորտի հետ կապված խնդիր եւ կարծում եմ սա շատ կարեւոր ձեռքբերում է, որովհետեւ Հայաստանի մնացյալ բոլոր բնակավայրերում երևի առաջին հարցերից մեկը հենց հանրային տրանսպորտին վերաբերելի հարցադրումն է եւ այս տեսանկյունից նաեւ շատ կարեւոր եմ համարում, որպեսզի շարունակական լինի, անընդհատ լինի այս հարցերի բարձրաձայնումը։ Իհարկե, իմ նախորդ այցերի շրջանակներում բազմաթիվ էին հարցերը հատկապես սահմանամերձ բնակավայրերի հետ կապված, անվտանգային եւ այլ հարցեր, ուրախ եմ, որ այս այցի շրջանակներում ծավալը մի տեսակ ավելի փոքրացել էր։ Եվ սա եւս ենթադրում է, որ ընդհանուր տրամաբանությունը, իրավունքներին առնչվող խնդիրները բարձրաձայնելու իրավիճակային այդ թվում փոփոխությունների արդյունքում փոխվում է, բայց սա շատ մեծ առանձնահատկություն է Սյունիքի մարզի տեսանկյունից, միևնույն է, կարծում եմ, շարունակում մնալ, ու կարծում եմ, որ անընդհատ նաեւ այդ առանձնահատկությունը անհրաժեշտ է նկատի ունենալ մարզային տարբեր հարցերի անդրադառնալիս։ Իհարկե մարզը առանձնանում է նաեւ նրանով, որ այստեղ կա քրեակատարողական հիմնարկ եւ բնականաբար ի տարբերություն շատ այլ մարզերի կամ բնակավայրերի, որտեղ չկա քրեակատարողական հիմնարկ, նաեւ ազատությունից զրկված անձանց հարցերն են այլ տրամաբանությամբ բարձրաձայնվում եւ դրանք այլ ձևաչափ են ինչ որ առումով ստանում ու մի շարք նաեւ այլ առանձնահատկություններ, նաեւ մեղրի տեսանկյունից նկատի ունենանք, որ բնակավայրի հեռավորություն, տարբեր առանձնահատկություններ նկատի ունենալով հատկապես բժշկական ծառայությունների հետ կապված հարցերն են ինձ շատ մեծ ծավալով բարձրաձայնվել եւ ուրախ եմ, որ նախորդ այցից հետո հնարավորություն ենք ունեցել լուծելու այդ խնդիրները, որովհետեւ օրինակ տարբեր ծառայությունների բացակայությունը նման բնակավայրում հանգեցնում է քաղաքացիների իրավունքների հետ կապված տարբեր խնդիրների, որովհետեւ նույն խնդրի արկայությունը այլ բնակավայրում կարող է ընդհանրապես խնդիր չթվալ, բայց հենց այդ բնակավայրում այն բավականին մեծ ծավալի հարց է դառնում եւ ուրախ եմ, որ հնարավորություն ենք ունեցել լուծումներ տալ այդ խնդիրներին։ Այս փուլում զբաղվում ենք նաեւ մի հարցով, որը մեղրի բնակավայրին է վերաբերում, դարձյալ առանձնահատուկ է, այլ մարզային բնակավայրերից դարձյալ առանձնահատկությունը նկատի ունենալով բնակավայրի հաշմանդամություն ունեցող անձանց երեխաների հատկապես ծնողները ինձ բարձրաձայնել էին լողավազանի բացակայության հետ կապված հարց, իսկ բոլորս գիտենք, որ հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց տեսանկյունից տարբեր ծառայությունների, պրոցեդուրաների առումով սա շատ կարևոր նշանակություն ունեցող հանգամանք է։ Ես հարցը արդեն իսկ սկսել եմ բարձրաձայնել լողավազան ունենալու կամ որևէ կերպ ծրագիր իրականացնելու հարցը եւ հույս ունեմ, իհարկե սա մեկ օրում իրականություն դառնալու հնարավորություն չունեցող հարցադրում է, բայց ես հույս ունեմ, որ կկարողանանք անընդհատ ոչ միայն բարձրաձայնելու, նաեւ տարբեր ծրագրային լուծումներ մտածելու արդյունքում լուծում տալ նաեւ այս խնդրին։ Մի ոլորտ էլ առանձնացնենք կանանց իրավունքների պաշտպանության, երեխաների իրավունքների պաշտպանության, բռնության եւ այլնի հետ կապված ինչպիսի պատկեր ունենք մարզում, երբ որ դուք համեմատում եք այլ մարզերի հետ եւ արդյոք ձեր կոնկրետ ձեր գրասենյակ շատ շարունակում են շատ լինել նմանատիպ հարցերով դիմումները։ Մենք իհարկե ստանում ենք դիմումներ այս հարցերով եւս գրասենյակում, բայց չի ասի, որ վիճակագրության տեսանկյունից դրանք ամենաշատն են Սյունիքից ստացվող դիմումների առումով, մի շարք այլ մարզեր ունենք եւ նաեւ Երևան քաղաքը, որտեղից ստացվող դիմումները շատ ավելի մեծ թիվ են կազմում, բայց իհարկե դա չի նշանակում, որ այդ հարցերին մենք չենք անդրադառնում նաեւ Սյունիքի մարզի տեսանկյունից եւ հենց Սյունիքի մարզի տեսանկյունից է, որ մի շարք հարցեր բավականին լուրջ հասցեավորման փուլում են գտնվում
հետևում, այդ թվում այս հարցերի առումով հատկապես կանդրադառնամ երեխաների իրավունքների հետ կապված հարցերին, որովհետև այս հարցերը եւս այս այցի կարևոր մասն են կազմել։ Հայաստանում հատկապես նաև մարզերում մի տեսակ այն տրամաբանությունն է տարածված, որ երեխաները ընտանիքի կամ նրանց հետ աշխատող մասնագետների սեփականությունն են եւ երեխաների հետ կարելի է վարվել ցանկացած կերպ, ու այդ հարցերը չի կարելի նույնիսկ բարձրաձայնել։ Ես հիմա փորձում եմ այս կարծրատիպը փոխել եւ բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպումների ընթացքում հենց այս հարցերին շատ լուրջ ձևաչափով եմ անդրադարձել այն տեսանկյունից, որ նրանք են հենց խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կարևոր գործառույթն իրականացնում եւ պետք է տեղեկացված լինեն երեխայի իրավունքներից, երեխայի լավագույն շահի հետ կապված տարբեր առանձնահատկություններից եւ պետք է ճիշտ տրամաբանությամբ հասցեավորեն այդ հարցերը, թե բռնության, թե երեխայի խնամքն ու դաստիարակությունը ոչ պատշաճ իրականացնելու տարբեր դեպքերում, իսկ մարզում այդպիսի դեպքեր նկատի ունեցեք կան, ես ուզում եմ նաև հեռուստադիտողի համար ու նաև տարբեր դերակատարների համար սա ասել, ու շատ կարևոր է, որպեսզի իրավասու մարմինները, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմինները կարողանան այսպես սկզբունքային տրամաբանությամբ այս հարցերը հասցեավորել ու չընկրկեն պարզապես ինչ որ հանրային ճնշումների արդյունքում, որովհետև բոլորս գիտենք, հա, հանրային ընկալումներ այս հարցի հետ կապված, ի սկզբանե նշեցի։ Իսկ կանանց իրավունքների մասով դարձյալ այցի կարևոր մասերից էր, որովհետև նաև Վինետ Գորիսում հենց այս հարցերն ենք լայն ծավալով քննարկման առարկա դարձրել։ Այստեղ երևի շատ կարևոր է, որպեսզի մարզում հատկապես կանանց տնտեսական հզորացման, իրենց զորեղացման տարբեր ծրագրերի վրա աշխատանքներ իրականացվեն, որովհետև դա նպաստում է նաև իրավահավասարության երաշխավորմանը, ընտանեկան բռնության դեպքերն են, կանանց նկատմամբ բռնության դեպքերն են շատ ավելի քիչ դառնում, որովհետև կանայք իրազեկված են լինում իրենց իրավունքներից, տնտեսապես են կայուն լինում եւ այս հանգամանքները կարևոր են այո ընդհանուր համերաշխ միջավայր ունենալու առումով։ Եթե մի քանի տարի առաջ մենք այս մասին զրուցեինք, երևի բոլորովին այլ պատկեր կունենայինք, բայց կարծում եմ այս ոլորտում մենք բավականին փոփոխություններ ունենք, թեկուզ հենց կանանց տնտեսական անկախության եւ այլն, կարծում եմ այդ տևական աշխատանքը տարբեր մարմինների իր արդյունքը տվել է։ Մարզում համենայնդեպս դա նկատելի է, չեմ կարող մնացած տեղերում ասել, բայց Սյունիքում նկատելի է այդ փոփոխությունը մոտեցման առումով կանանց հանդեպ։ Այո, եւ ես շատ ուրախ եմ անկեղծ դրա համար, ու սա այն հիմնական ոլորտներից է, որտեղ կարծում եմ, որ Հայաստանում բավականին լուրջ է եղել զարգացում, այսինքն ես չեմ կարող ասել, այո, ես չեմ կարող ասել, որ խնդիրները լուծվել են, այլևս խնդիրներ չկան։ Չեմ կարծում, որ աշխարհում կա մի երկիր, որտեղ որ այո, համամիտ եմ, բայց միանշանակ է, որ սա այն ոլորտներից է, որտեղ զարգացումն ակնհայտ է, այսինքն իրավիճակը մի 5 տարի, 10 տարի, 20 տարի առաջ բոլորովին այլ էր, քան հիմա, եւ ես շատ ուրախ եմ դրա համար, բայց սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեկտեղել ջանքերը եւ պատշաճ աշխատանքներ իրականացնենք, որպեսզի այդ զարգացումն այդ թվում կանգ չառնի։ Հասցեավորումից խոսեցինք, շատ հաճախ մարդկանց թվում է, թե մարդու իրավունքների պաշտպանին դիմելը, գրասենյակ դիմելը նշանակում է իրենց հարցը ամբողջովին կլուծվի։ Փոքր այս առումով էլ կարծրատիպները կարծես թե կոտրելու կարիք կա, մանրամասնենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմեցինք, հասկացանք, բայց գրասենյակը ամենազոր չէ։ Միանշանակ, շատ ուրախ եմ, որ այս հարցը նաև տվեցիք, այո, կարծրատիպեր կոտրելու համար, որովհետև մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չունի անսահմանափակ լիազորություններ եւ ունի հստակ մանդատ։ Այս երբեմն ասում են դե ինչ է անում այդ հաստատությունը, խնդիրներ է բարձրաձայնում, բայց իրականում այս հաստատության հիմնական գործառույթներից մեկը հենց խնդիրը բարձրաձայնելն է, որովհետև այն պետությունները, այն հասարակական համակարգերը, որտեղ չկան խնդիր բարձրաձայնողներ, այդ խնդիրները նաև չեն լուծվում եւ դա է պատճառը, որ տարբեր հատկապես եվրոպական երկրներում ձևավորվել են այսպիսի հաստատություններ, որպեսզի դրանք ներսից կարողանան հրապարակայնացնել խնդիրները եւ մենք կարծում եմ շատ հաճախ ենք հենց հրապարակայնացնում խնդիրները, բարձրաձայնում այդ խնդիրները։ Երկրորդ շատ կարևոր գործառույթ է այս հաստատության, որը անկախ խնդիրների լուծումներից արդեն իսկ որոշակի խնդրի լուծում է ինքնին, փակ հաստատություններ անարգել մուտքի իրավունքն է մարդու իրավունքների պաշտպանի, որովհետև փակ հաստատություններում ամենամեծ է ռիսկը իրավունքների խախտման, եւ երբ
իրավասու մարմինները գիտեն, որ կա մի մարմին, որը անարգել մուտքի իրավունք ունի եւ իր լիազորությունը պատշաճ է իրականացնում եւ անընդհատ է իրականացնում, բնականաբար սա շատ մեծ իրավիճակ է փոխում, որովհետեւ օրինակ եթե դիտարկեք այսօր Հայաստանում իրավիճակը փակ հաստատությունների հետ կապված եւ դիտարկեք այն երկրներում, որտեղ չկա ակտիվ աշխատող մի հաստատություն, կտեսնեք, որ ահռելի տարբերություն կա, որովհետեւ այստեղ մենք ամենօրյա ռեժիմով ենք այս խնդիրները հասցեավորում եւ մի շարք խնդիրներ ուղղակի վերացել են նրա պատճառով, որ մենք անընդհատ ենք մշտադիտարկում, այո, իսկ պետություններ կան, որտեղ մարդիկ նույնիսկ չգիտեն ազատությունից զրկված անձին, հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները նույնիսկ չգիտեն, որ նման հաստատություն կա, որին ընդհանրապես կարելի է որևէ կերպ դիմել, եւ սա արդեն իսկ շատ մեծ գործառույթ է, եւ իհարկե նաեւ մի առանձին գործառույթ, որը անհատական բողոքների քննությունն է, այստեղ պետք է պարզապես նկատի ունենալ, որ բոլոր հարցերը չէ, որ գտնվում են մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում, անհատական ոչ բոլոր հարցերն է, որ մենք կարող ենք քննարկել, հիմնականում կարող ենք քննարկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող բողոքները, իհարկե առանձին բացառություններով։ Եվ այստեղ էլ այնպես չէ, որ բողոքի քննարկումը ենթադրում է, որ մենք ենք խնդիրը լուծելու։ Բողոքի քննարկումը ենթադրում է, որ մենք կարող ենք պետական մարմնին իր սխալը ներկայացնելու միջոցով հասցնենք այն իրավիճակի, որպեսզի նա լուծի խնդիրը։ Եվ այս առումով էլ պետք է շատ մեծ ուրախությամբ նշեմ, որ բավականին մեծ է, բարձր է մեր ցուցանիշը այս մեթոդով խնդիրների լուծման հասնելու, եթե օրինակ այս տարվա միայն առաջին կիսամյակը դիտարկեք, հենց այսպիսի անհատական բողոքներով մենք կրկնակի աճ ենք ունեցել դրական գործերի, այսինքն երբ պետական մարմինը լուծում է տվել հարցին 1000-ից ավելի անհատական գործ, մենք դրական լուծումով կարողացել ենք փակել եւ իհարկե մյուս տարբերակն էլ երբ պարզապես տեսնում ես խնդիրը չի լուծվում, ուղղակի իրավունքի խախտման փաստ ես ճանաչում, բայց իհարկե սա շատ կարևոր գործիք է, բայց ամենալուրջ գործիքն այն է, որպեսզի մինչ այդ կարողանաս հասնել խնդրի լուծման։ Եվ մեր զրույցը եկավ տրամաբանական ավարտին, MIP-ին ասացիք, MIP-ը կարող է լինել ամենուր, MIP-ին որտեղ սպասեն, երբ սպասեն, չհայտարարված այցերը, արդյոք շատ ավելի շատ են լինում, քան պլանավորված այցերը, որպես ամփոփում ձեր խոսքը։ Բոլոր փակհաստատություններում MIP-ին պետք է սպասեն։ Ոչ միայն փակհաստատություն, առհասարակ ցանկացած։ Բայց առհասարակ ես աշխատում եմ շատ վայրեր այցելել, բնակավայրեր, այսպես անձնապես եմ շատ այցելում։ Հիմնականում, եթե խոսքը փակհաստատությունների մասին է, այցերը չհայտարարված են հիմնականում եւ մարդիկ տեսնում են մեր այցերի ընդամենը 0.1%-ը, որովհետեւ մեր այցերը շատ ավելի հաճախ են եւ դրանք շատ ավելի լայն սպեկտր են ներառում։ Խնամքի հաստատություններ եմ ես անընդհատ գնում, հոգեկան առողջության կենտրոններ, բայց նաև մարզեր եմ շատ հաճախ գնում։ Իհարկե մարզային այցերը երբեմն հատկապես մոտակա մարզեր աշխատում եմ նաև չհայտարարված տրամաբանությամբ իրականացնել, բայց ավելի հեռավոր մարզեր այցերը ավելի պլանավորված են լինում մի քանի օրվա կտրվածքով եւ շատ ուրախ եմ նաև որ դրանք են արդյունքներ տալիս։ Շնորհակալ ենք շատ մեր ժամանակ տրամադրելու համար։ Ես եմ շնորհակալ եւ շատ հաճելի էր այս զրույցը։ Կարևորի մասին հաղորդաշարն էր եթերում, այսօր մենք խոսեցինք մարդու իրավունքների պաշտպանի Սյունիքյան այցից, իսկ իմ հյուրը մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էր, հաջողություն։